Adobe Illustrator-ի 25 թվականի տարբերակում հայտնվել է Object on Path նոր հնարավորությունը, որը թույլ է տալիս մեր ընտրած օբյեկտները գցել հատվածներին։ Այդ հատվածները կարող են լինել ինչպես բաց, այնպես էլ փակ։ Այդ հրամանը մենք կարող ենք գտնել Object on Path մենյուում, որտեղ կա Attach, գցել, Option հրամանը և Expand հրամանը, որը թույլ է տալիս արդեն ստեղծված այդ ռեժիմից դուրս գալ։ Option հրամանը իրենից ներկայացնում է այս վահանակը, որտեղ մենք կարող ենք պահպանել մեր այդ դիրքորոշումը։ Բացի դրանից այստեղ մենք ունենք գործիք, որը կոչվում է Object on Path և այն հնարավորություն է տալիս օբյեկտները գցել այս հատվածին։ Այս հնարավորությունը օգտագործելու համար մենք պետք է ընտրենք բոլոր օբյեկտները և կարող ենք այստեղից ընտրել այս գործիքը կամ գնանք Object on Path Attach և երբ որ մենք մաուսը բերենք այն հատվածի վրա, որին ցանկանում ենք գցել մնացած օբյեկտները և սեղմենք, երբ որ մեր մաուսի կողքը հայտնվում է այդ գործիքի նշանը, դուք կտեսնեք, որ մենք այժմ կգցենք օբյեկտները այս հատվածին։ Սա մի ամբողջություն է և եթե մենք նայենք մեր շերտերում, ապա դուք կտեսնեք, որ այստեղ մեր մոտ հատնվել է մի նոր խումբ, որը կոչվում է Object on Path և այս բոլոր օբյեկտները այժմ պատկանում են այս խմբին։ Այս վիջետը, որը դուք տեսնում եք, հնարավորություն է տալիս անել տրանսֆորմացիաներ։ Դրա ներքևում մենք ունենք Rotate, որը հնարավորություն է տալիս պտտել այս օբյեկտները և եթե մենք օգտագործենք Shift-ը, ապա մենք կարող ենք պտտել ֆիքսված 15 աստիճաններով։ Վերևում մենք ունենք Spacing-ը, որը մեզ հնարավորություն է տալիս փոփոխել մեր օբյեկտների հեռավորությունը այնքանով, ինչքան մեր բաց հատվածն է։ Ինչպես դուք տեսնում եք, մենք կարող ենք տեսնել այն թիվը, թե ինչքանով է փոխվում նրանց միջի հեռավորությունը։ Այս նույն հատկությունները, եթե մենք նայենք մեր Property վահանակում, ապա դուք կտեսնեք Object on Path option-ը այս մեր Property վահանակում և այստեղից մենք կարող ենք փոխել ինչպես պտույտը մեր օբյեկտների, այնպես էլ պիվոտը, այսինքն զրոյական կետը այս օբյեկտների համար և դիրքորոշենք նրանց համապատասխան այդ գծի։ Երբ որ մենք ընտրում ենք Object on Path option, ապա այստեղից նախքան գցելը մենք կարող ենք ընտրել այդ կարգավորումները և հաջորդ անգամ, երբ որ մենք արդեն կօգտագործենք այս հրամանը, մենք արդեն կունենանք նախնական կարգավորումներ, դրա համար այստեղից պետք է անել Save և պահպանել կարգավորումները։ Եթե մենք ուզում ենք այն reset անենք, մենք նույնպես պետք է գանք այստեղ, սեղմենք Object և տանք Reset, որպեսզի մեր փոփոխությունները, որը մենք այստեղ կարող ենք կատարել, չպահպանվեն։ Տանք Cancel։ Այժմ, եթե մենք մեծացնենք և մոտիկանանք մեր օբյեկտներին, ապա դուք կտեսնեք, որ այստեղ մենք ունենք Select and Move և Move All փոքր բռնակները, վիջետները։ Այս մեկը, որը կոչվում է Select and Move, մեզ հնարավորություն է տալիս առանձին տեղաշարժել այս օբյեկտը։ Եթե մենք օրինակ տեղափոխենք այս օբյեկտը, ապա նա կփոխի իր տեղը իրեն հաջորդող կամ նախորդող օբյեկտի հետ։ Բացի դրանից մենք այստեղ ունենք Move All վիջետը, որը հնարավորություն է տալիս տեղափոխել օբյեկտները։ Դա աշխատում է, եթե մեր օբյեկտների մեջի եղած հեռավորությունը ավելի քիչ է, քան ամբողջ հատվածի հեռավորությունը և այստեղից մենք կարող ենք տեղափոխել այդ օբյեկտները։ Բացի դրանից, մենք հնարավորություն ունենք այս օբյեկտները ավելացնել կամ անջատել մեր գծից։ Եթե մենք օրինակ ընտրում ենք այս Select և Move վիջետով այս օբյեկտը և եթե մենք գանք մեր Property վահանակը, ապա այստեղից կամ այս մեր Context բանում դուք կտեսնեք Detach ֆունկցիան, այսինքն անջատում, և այդ Detach-ից հետո մեր օբյեկտը կանջատվի այս գծից հետո և եթե մենք վերադառնանք
մեր օբյեկտներին, դուք կտեսնեք, որ այժմ մեր օբյեկտը անջատվել է։ Նույնը մենք կարող ենք անել, եթե երկու անգամ սեղմենք եւ այսպես ընտրենք այս օբյեկտը։ Եթե մենք ունենք մի որևէ օբյեկտ, որը ցանկանում ենք կցել մեր օբյեկտներին, ավելացնել, ապա դա մենք կարող ենք անել ինչպես խմբերում, դուք տեսնում եք, որ այս կարմիր աստղը այժմ դուրս է այս մեր object on path խմբից, եւ եթե մենք գցենք նրան այս օբյեկտների մեջ, նա ավտոմատ արդեն կկպնի հատվածի վերջնակետին։ Նույնը, եթե մենք ունենք որևէ մեկ այլ օբյեկտ, եւ այս օբյեկտը մենք այժմ գցենք այս խմբի մեջ, դուք կտեսնեք, որ նա նույնպես կկցվի path-ին, գծին։ Մենք կարող ենք նաև մտնելով մեր isolation mode-ը, այսինքն մեր այս widget-ի մեջ, անել պատճենահանում։ Դրա համար մենք կարող ենք օրինակ գտնվելով isolation mode-ում, անենք Ctrl+C, Ctrl+V, որից հետո դուք կտեսնեք մեր պատճենահանման օբյեկտները կկցվեն այս գծին։ Նույնպես այստեղից մենք կարող ենք տալ delete։ Բացի դրանից, մենք կարող ենք փոփոխել մեր այս path-ի ձևը։ Եթե մենք օրինակ վերցնենք Direct Selection tool-ը եւ սեղմենք գծի վրա եւ փորձենք նրան փոխել, դուք կտեսնեք, որ մենք կարող ենք նաեւ վերադասավորել, ինչպես նաեւ փոփոխել տվյալ հատվածը եւ մեր օբյեկտները կհետևեն նրա փոփոխություններին։ Սակայն եթե մենք օգտագործենք այլ գործիքներ, Retin եւ այլ, ապա դա կբերի նրան, որ մեր օբյեկտը արդեն ավտոմատ դուրս կգա այս object on path ռեժիմից եւ մենք արդեն հնարավորություն չենք ունենա աշխատենք նրա հետ։ Ինչպես տեսնում եք, մեր շերտերում այժմ մենք ունենք արդեն սովորական խումբ։ Այս հնարավորությունը թույլ է տալիս, ինչպես ասացինք, կցել օբյեկտները ինչպես բաց հատվածին, այնպես էլ ցանկացած օբյեկտին, ինչպես նաև փակ հատվածներին։ Եթե մենք հիմա նորից ընտրենք այս օբյեկտները, գանք object on path եւ անենք attach, ընտրենք մեր գործիքը եւ սեղմենք այս հատվածի վրա, դուք կտեսնեք, որ նրանք կկցվեն մեր տրված օբյեկտին։ Սա հնարավորություն է Adobe Illustrator-ում ավելի էֆեկտիվ գցել օբյեկտները հատվածներին եւ աշխատել օբյեկտների դիրքորոշման հետ։